Բարի լույս ցելի հեռուստադիտողներ, բարի լույս ցելի հայրենակիցներ, կենտրոն հեռուստաընկերության ուղի եթերում մենք մեր աշխատանքը սկսեցինք, միացեք մեզ մեկ բաժակ տաք սուրճով կամ թեյով եւ իհարկե վայելեք կենտրոնի առավոտը, ինչպես միշտ հետաքրքիր հյուրեր են լինելու, հետաքրքիր թեմաներից ենք խոսելու, կլինի համեղ խոհանոց, ամիշիկին էլ ասենք ողջույն։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, կենտրոնում առավոտ է, մեզ մոտ երաժշտություն չի հնչում, բարձր տրամադրություն չենք կարող ուսիշ բարձր ապահովել մեր հեռուստադիտողներին, այս հետո կասեմ ինչի եմ ասում, բայց եղանակը ոնց որ թե այդքան էլ բարենպաստ չի այսօր անձրև ու ամպրոպ, մինչև 19 աստիճան տաքություն է լինելու կեսօրին, երեկոյան 11-ից 13, դե գիշերը 8-ից 10։ Դավիթն ասում է, որ ասում է մի օր անձրև է լինելու, մի օր արև, մի օր անձրև, մի օր արև, հուսանք այս 10 օրը կկարողանանք գոնե թե մի օրվա արևով վայելել անցկացնել մինչև կան լավ եղանակներ։ Երեք շատ լավ էր, վաղն էլ լավ լինելու։ Ես երեք պատմում էի իմ ընկերներից, ասում էի, որ Եղեռնի օրը միշտ հետաքրքիր է, դպրոցի տարիներից հիշում եմ, միշտ այդ օրը տաք է եղել, բայց հետո անպայման անձրև է եկել։ Միշտ եղել է շոկ։ Ու չգիտեմ ինչով է պայմանավորված, երևի թե տրվում է հնարավորություն մարդկանց անպայման այցելելու։ Վահեին ասենք բարի լույս։ Ողջույն, Բարի լույս։ Լավ ես։ Լավ, շնորհակալ եմ, դուք ո՞նց եք։ Շնորհակալություն։ Ինչ խոհանոցի ենք այսօր անդրադառնալու։ Այսօր տեղափոխվում ենք Հունաստան։ Հունական խոհանոցին ենք անդրադառնալու եւ հունական խոհանոցի ամենահետաքրքիր թիրախային բաղադրիչը, որ պետք է նշեմ, ձիթապտուղն է եւ ձիթայուղը, հա, որոնք որ շատ են օգտագործում այս խոհանոցում։ Հիմնականում բանջարեղենային հիմքի վրա է պատրաստվում, ծովամթերքի եւ ավելի շատ օգտագործում են նաեւ հավի միս։ Մենք այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր մի սոուս, որը հայտնի է հունական սոուս անունով, ձաձիկի է իր անվանումը, եւ պատրաստվում է շատ արագ, պարզ, բայց շատ համեղ ու թեթև տարբերակով։ Իսկ դրա հետ համակցված միշտ մատուցում են Հունաստանում հավի կրծքամիս կամ պարզապես հավի փափուկ միս, հա։ Այստեղ կարևոր է նաև հացի կիրառությունը, որովհետև հունական պիտա հացն է շատ օգտագործվում եւ իր նշանակությամբ առանձնանում է նրանով, որ պիտան ընդհանրապես սովորական լավաշի նման չէ պատրաստվում, երբ որ դնում են իրեն տաքացնելու, մեջտեղից ուռչում է եւ կենտրոնը բաց տարածք է լինում։ Ուրեմն նախ ներկայացնեմ ձաձիկի սոուսը ինչպես ենք պատրաստելու։ Այստեղ ունեմ հունական յոգուրտ, թթվասերով են պատրաստում կամ հենց հունական յոգուրտով, որի մեջ չկա շաքար եւ չկա այլ հավելումներ։ Այստեղ ունենք նաև վարունգ, սամիտ, կիտրոն, մենք կտրատելու ենք, ջրքամելու ենք վարունգը, որտեղ ավելորդ ջուր պետք չի լինի վարունգից, որպեսզի այստեղ լինի, որպեսզի ջրիկ չստացվի, եւ հետո վերջում լիմոնի մզվածք ենք մի փոքր ավելացնելու եւ ձիթայուղ, պարտադիր է հատկապես ձիթայուղի կիրառությունը այստեղ։ Հավի կրծքամիսը առողջ տարբերակով տապակելու ենք, մի փոքր կիտրոնի ցեդրայով, այսինքն կեղևի քերուկով եւ հյութով ցողելու ենք, թողենք մի փոքր, որպեսզի ինքը համերը այդպես վերցնի համունքների հետ եւ տեղափոխվելու ենք գազօջախ։ Այնտեղ պետք է պարզապես թեթև կարմրի, այսինքն գրիլ ապարատի սկզբունքով է լինելու։ Ունենք թթու վարունգ, որը վերջում պիտա հացի մեջ փաթաթվելու է ձաձիկի սոուսով եւ մատուցվի։ Այսքանը, քանի որ հիմնականում այնտեղ դասական տարբերակում նաև Հունաստանում ավելացնում են ֆրի կամ տապակացնում կարտոֆիլը, ես փորձեցի այսօր ավելի առողջ տարբերակ մատուցել, չհավելելով որևիցե կարտոֆիլ կամ ձիթայուղով պատրաստված ֆրի տարբերակը եւ կունենանք առողջ բրդուճներ, որոնք որ հունական մշակույթի լավագույն այն ներկայացնող բաղադրիչներն են ու բաղադրատոմսն են, որը կարող եմ ձեզ առաջարկել։ Ընտիր։ Այո։ Ոնց որ թե ինձ սկսում է հունական խոհանոցը դուրգանը։ Շնորհակալություն, անցնենք առաջ։ Ես վերջերս իմացա, որ Լոս Անջելեսից մի կին գրում է, որ չէ ինձ չէ։ Հենց այդ է էլի վատը, որ ինչի ինձ չէ։ Չնայած որ մենք դու էլ ոնց որ թե բազմիցս փաստում ես, որ մեր հայրենակիցներն ասում են, թե ինչ կարևոր թեմաների եք անդրադառնում եւ այլն, մենք ձեր բարի լույսն ենք նայում այս կողմեն կողմ։ Ասма շատ ասպազավեշտալի է, չնայած ասма գիտենք քամին որտեղից է փչում, բայց այնուամենայնիվ ինչ որ մի կին է հայտնվել,
հենց իրեն Լոս Անջելեսից Երևան մի տեսակ դուր չի գալիս մեր բարի լույսը, որովհետև մենք անընդհատ բողոքում ենք։ Ու հատկապես ես։ Հիմա ուզում եմ հարցնել տիկնոջը, անունը չեմ տալիս, որովհետև մեծ պատիվ կլինի իրեն, հնչեցնել իր անունը, եւ որոշել եմ արդեն այսուհետ չլինել կեղծ քաղաքակիրթ եւ լինել շատ ավելի ազնիվ, հարցնել, արդյոք չի կարող այն դժվար գործողությունն անել այդ ընթացքում, որի անունն է ալիքը թեքել։ Եթե օրինակ ձեզ դուր չի գալիս մեր բարի լույսը։ Բայց ձեզ դուր չեն գալ մեր առավոտները։ Այո, եւ եթե դուք Լոս Անջելեսում չեք սիրում լսել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք բավական ցավոտ են, սա արդեն մեզ մտածելու տեղի է տալիս, ինչի են մեր հայրենակիցները Լոս Անջելեսում դառնում այդքան անտարբեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որովհետև պիտի որ ձեզ անհանգստացներ իրականում, ինչպես մեզ է անհանգստացնում։ Եվ երրորդ, ես իմիջիայլոց, երբ որևէ ալիք կամ ինտերնետ հարթակում տեղի ունեցող թոհու բոհ, առհասարակ երբ ինձ որևէ բան դուր չի գալիս, ես ինչ եմ անում։ Ես զբաղեցնում եմ ինձ այլ հետաքրքիր իրադարձություններով, կարող եմ ձեզ խորհուրդ տալ։ Օրինակ, կարող եք մաքրել ձեր տունը։ Շատ լավ գործողություն է, որը նաև հիշեցնում է մարդուն մաքրել ոչ միայն տունը, այլ նաև հոգին, որպեսզի չլինի օրինակ անգրագետ մեկնաբանություններ գրող, որպեսզի լինի ավելի ծանրակշիռ, որպեսզի լինի ավելի հայրենասեր, առհասարակ երբ ինչ-որ մի բան մաքրում ես, հատկապես կենցաղդ ու կանանց հատկապես սազում է, սկսում է հոգիտ էլ կարիքը զգալ մաքրվելու, որը պետք է, հասկանում եմ մեր հայերին հատկապես։ Բայց դու պատկերացնում ես մենք ամեն կոմենտ գրողին պատասխանում։ Չէ, դե այդպիսի բանն ես 3-4 տարում չէի տեսել, բացի լավից, որովհետև անգամ զանգում են, ասում են ինչ կարևոր թեմայի անդրադարձակ, անգամ մանկավարժները այս վերջերս զանգել էին, ասում են ինչ լավ է, որ մեր մասին անդրադառնում եք, ասում եք։ Բայց եւս մի առաջարկ, չգիտեմ, դուք ունեք ձեր շրջապատում ընկերներ կամ երեխաներ, եթե ավելի ասում է բարձր արժեքներից խոսենք, նման դեպքերում կարելի է ինչ անել։ Մի ջղաձգվեք, այս sense բաներ գրելու փոխարեն, որ տենց ցայտնոտի մեջ եք ընկնում, վերքացեք, գնացեք ձեր երեխաների հետ սրճարան սրճելու։ Իմիջիայլոց ասում է շատ առողջարար է։ Շատ հետաքրքիր դրական էմոցիաներ եք ստանում եւ էլ չեք ջղաձգվում անուշիկից, օրինակ։ Մենակ քեզանից են ջղաձգվում։ Ինձ թվում է քեզ կսիրեն, Դավիթ։ Ինչի՞։ Տենց հատուկ չեն նշել, բայց դե քեզ կսիրեն, էլի։ Ինչի՞։ Ինչու։ Դե Որքե։ Կինը, որը ոնց որ թե բացի ինձնից այս կյանքում ուրիշ հետաքրքրություն չունի, կարող է, էլի, գոնե թե Դե ոնց կարա ինձ սիրի, եթե բաց միակ հետաքրքրություն ունես։ որտեվ դու կին չես։ Հա։ Բա։ Լավ։ Հասկանում ես։ Բարդ է։ Բարդ է առհասարակ այն կնոջ կյանքը, ով ապրում է մի ուրիշ կնոջ կյանքով։ Դե չգիտեմ ես, չեմ կարա դա ասեմ։ Դե դու ասում ես դու տղամարդ ես, դու չգիտես ինչ է նշանակում կին։ Չէ, դու տղամարդ ես, դու չգիտես ինչ է նշանակում կին։ Կին, այո։ Որովհետև ասում եմ, իրականում ես կարծում եմ ամենակարևորն այն է, քանի որ մենք ապրում ենք եւ աշխատում ենք Հայաստանում։ Դե, ասում եմ, կյանքումս չէի մտածել, որ կարելի է նստել հեռուստատեսության հետ կապված ինչ-որ տեղ ինչ-որ բան գրել։ Մտքով չէր անցել։ Օրինակ իմ մտքով լավ առաջարկ անցավ։ Հա։ Արի թռնենք Լոս Անջելես եւ չգիտեմ, մի երկու շաբաթ այնտեղից եթեր մտնենք, տեսնենք այնտեղի արձագանքները ոնց են։ Բողոքենք այնտեղի իրականությունից։ Չէ, այնտեղի իրականության մենք ինչ գործ ունենք, մենք մեր հայրենիքից դարդերով ենք տապակվում։ Դե հենց այդ է խնդիրը, որ քանի որ մենք ապրում ենք եւ արարում ենք Հայաստանում, մենք այո, Հայաստանի հանդեպ ունենք բացառիկ սեր եւ ուշադրություն, պատասխանատվություն, ի տարբերություն գուցե ձեզ, հարգելի տիկին, առաջարկում ենք մի քիչ ավելի շատ ես անում, վահ է միշտ 1000 ասեցին, այդքան աղ չի կարելի օգտագործել։
Ի տարբերություն ձեզ, քանի որ մենք հայ ենք եւ շատ ենք սիրում Հայաստանը եւ հեռանալով հայրենիքից չենք դառնում անտարբեր այդտեղ տեղի ունեցող իրադարձություններին, մենք բարձրաձայնում ենք, որպեսզի ունենանք սիրուն երկիր, իր բոլոր գույներով, արժեքներով, մարդկանցով, բնությունով եւ այլն։ Ինչը խորհուրդ ենք տալիս ձեզ, որովհետեւ հաստատ լավ ազդեցություն կունենա ձեր առողջության վրա ու ոչ միայն առողջության։ Այս փոքրիկ ակնարկ նրանց, ովքեր հետևում են նահանգներում մեր բարելույսին։ Դուք էլ մեզ հետ միասին մի քիչ 2 ժամերից մի 15 րոպեն անցկացրեք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Եթե դրանք բացական են, դե ինչ արած, ցավալի է, որ Հայաստանում կան դժվար ժամանակներ, դժվար մարսելի իրողություններ, որոնց հանդեպ մենք անտարբեր չենք։ Ես առաջարկում եմ մեր Սփյուռքի բոլոր հայրենակիցներին եւ նաեւ Հայաստանի Հանրապետության բոլոր հայրենակիցներին, ովքեր որ լավ բաներ են ասում, վատ բաներ են, բոլորին, մեր հայրենակիցներին, մենք բոլորս լծվենք հայրենիքը շնացնելու, հայրենիքը սիրելու եւ թույլ չտալու, որ անհայրենիք մնանք մենք բոլորս, այդ ամենակարևոր առաքելության, այդ ամենակարևոր գործին։ Եկեք բոլորս միասին լծվենք այդ ծանր, բայց շատ պատասխանատու ու կարևոր գործին, որ մեր երեխաները, ձեր երեխաները ավելի խաղաղ, ավելի երջանիկ եւ ավելի գեղեցիկ Հայաստանում ապրեն, ինչ ասեմ, ավելի մաքուր Հայաստանում ապրեն, ավելի անվտանգ Հայաստանում ապրեն ու կարելի է այս շարքը թվարկել անվերջ։ Ես առաջարկում եմ բոլորս միասին լծվենք այդ շատ կարևորագույն գործին, որովհետև մեր տարիները գնում են, մենք պետք է նաև մտածենք մեր երեխաների մասին, իսկ ինչ ենք թողնելու մենք մեր երեխաներին։ Եվ խոսքը միայն ընտանեկան հնարավորությունների գումարի, տների կամ մեքենաների մասին չի։ Դե նրանք ովքեր լքել են, նրանց մեջ ոմանք ահա, ոնց որ տիկինը, գուցե մեկ է արդեն ինչ է լինելու Հայաստանում։ Ի տարբերություն Սփյուռքի մեր այլ հայրենակիցների, ես չեմ ուզում իհարկե ոչ մեկին վիրավորել, սա իմ կարծիքն է, իմ զգացողությունն եմ ես ասում։ Օրինակ, չգիտեմ, Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների մեծամասնությունը, Եվրոպայում բնակվող եւ Ամերիկայում բնակվող իմ համար տարբերություն կա, որովհետեւ Ամերիկայում, Կանադայում, առհասարակ այդ Ամերիկա մայրցամաքում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա մայրցամաքներում ապրող մեր հայրենակիցների համար ես զգացել եմ, որ իրենք կարող է շատ ուշուշ գան Հայաստան, բայց իրենց համար շատ կարեւոր է հայրենիք ունենալու զգացողությունը, հայրենիք ունենալը։ Դե խնդիրը մենակ գալը չէ, այ հենց այդ դրանով է պայմանավորված, որ որքանով ես օրինակ դու հայրենիքին նայում թեկուս հերվից, ինչ-ինչ պատճառներով գնացել ես։ Թեկուս հերվից նաև ծառայում, ինչի՞ չէ։ Այսինքն քեզ որքանով ես հնչում է որպես բացական նորություններ, թե հնչում է որպես ցավոտ իրողություն, որը մենք ուզում ենք փոխել։ Որովհետև իրականում սխալ հասցեով եք դիմել, ես կարծում եմ, որ պետք է այդ վատ իրադարձությունները, որոնց մենք ստիպված ենք անընդհատ անդրադառնալու, որպեսզի դրանք չլինեն, դուք պետք է դիմեք կառավարություն։ Սխալ հասցեով եք գրել եւ իրականում հիմա օրինակ 3 մեր եթերը բացարձակ զավեշտալի ու զվարճալի չէր։ Հուսամ շատ չեք նեղվել, երբ միացել եք մեր ալիքին, չնայած որ բոլոր հայկական հեռուստաընկերությունները ունեին հստակ ծրագիր, որովհետեւ 3 շատ կարեւոր օրեր հիշելու, անդրադառնալու յուրաքանչյուր հայկական հեռուստաընկերության համար, չգիտեմ ոնց եք դիմացել այդ օրը, ոնց եք զվարճացել դուք, որովհետև հաստատ որ միացել եք տարբեր հեռուստաալիքներին, ձեզ որևէ մեկը չի զվարճացրել, բայց իրականում կա մի կարևոր բան, հատկապես կանանց դեպքում, շատ երկար է պետք մտածել, ինչ եք գրում, որովհետև ես աշխատում եմ եւ անում եմ իմ գործը, իսկ դուք ոչ թե աշխատում եք, այլ ընդամենը չարախոսում եք։ Սրանք տարբեր բաներ են, որովհետև մենք անդրադառնում ենք մեր շուրջ տեղի ունեցող ամենատարբեր իրադարձություններին, դուք պարզապես դեռ կոմենտ գրելու մակարդակում եք մնացել եւ այդ կոմենտն էլ էլի բացական եք գրում։ Օրինակ, եթե դուք ուզում եք, որ ինչպես նշել եք, հա, չհնչեն բացական նորություններ, եկեք սկսենք ձեզնից։ Որ օրը, որ դուք կարողանաք մի կարգին սիրուն բան գրել, ջերմ,
գուցե մենք օրինակ վերցնենք ձեզնից, որովհետև չի կարող օրինակ այդ հոգին ունեցող մարդը դիմացինից պահանջել լուսավորություն։ Այ որ ասում եմ ամեն ինչ սկսում է ձեզնից, հենց այդտեղից եմ ասում։ Չնայած բոլորս հասկանում ենք, թե ով ում է զանգում, ոնց է խնդրում, մի բան էլ կյանքը 18 ժամ պատմում, որ մենակ թե ինչ որ մեկը դրսից ինչ որ մի բան գրի, որովհետև վատություն անելը հայի բնավորության կարևոր գենետիկ կոդն է, որը եւ բերեց մեր այն բազում խնդիրներին, որոնց հետ մինչև այսօր չենք կարողանում հաշտվել։ Այդ ինչ որ հիմա կա, անգամ մի այդ վատ բառ գրողը, այդ եմ ասում, մեր տեսակն է։ Քանի դեռ մենք միմյանց հանդեպ այդ զգացողությունն ունենք, քանի դեռ մենք միմյանց հանդեպ ունենք հնարավորինս ատելու, վատ բան ասելու, վատ բան անելու, վատ բան գրելու, որովհետև չեք ձևավոր, չեք ինքնահաստատվում, անգամ դրսում ապրելը ձեզ չի ստիպում հասկանալ, լավ, ես տեղից այնտեղ, եթե մի բան գրեմ, ինչ է ինձ տալու, կամ ես եթե կատարում եմ ստրուկի նման ինչ-որ մեկի պահանջը, ոնց որ եւ մեր ամբողջ իրականությունն է այդպիսին, ինչ է դա ինձ տալու։ Ձեզ տալու է այն, ինչ որ հիմա Հայաստանում կա։ Ոչ ավելի։ Իմ կարծիքով ամեն կոմենտին անդրադառնալը սա բերելու է նրան, որ ավելի շատ կոմենտներ են Եթե գրելու։ անձնականին են գրում, դե արդեն անձնական է, ես գիտեմ, բայց երբ խոսվում է հեռուստատեսության ձևաչափից եւ եթերի ձևաչափից, ես կարծում եմ, որ դա իմ պատասխանատվության ներքո է ինչ որ առումով, որովհետեւ ես վարում եմ նաեւ այս հաղորդումը արդեն 3 տարի եւ ես հավատացնում եմ 3 տարվա ընթացքում որևէ վատ բան չէի լսել մեր հաղորդման մասին։ Ուրիշ բան, որ դուք կարող եք ունենալ, օրինակ ձեր ընկերուհու խնդրանքով տենց բան, ինչպես կասեր Ֆրունզիկը, լիչնի неприязнь, հա, բայց ձեր անձնական տենց անբռնազբոս այդ զգացողությունները պահեք, հենց տենակ ինձ անձամբ կասեք։ Շուտով գալու եմ երկու շաբաթով։ Կգամ կասեք ինչն է վատ։ Հուսամ ձեր կյանքում մի քիչ լուսավոր օրեր կգտնվեն, դառնալու էլ ավելի լուսավոր։ Անցնենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, եւ իհարկե, եթե ուզում ենք ուղակի ունենալ լավ տրամադրություն եւ էմոցիաներ, դուք առաջին ապահովեք ձեր համար, որովհետեւ երբ դուք սկսում եք, մենք իրադարձություններ ենք քննարկում, ասեցի մի անգամ էլի, ոչ թե կոնկրետ մարդու կամ եթե կոնկրետ մարդը ունի այնքան լծակներ, որը կարող է իրադարձություն փոխել։ Այնպես որ երբ որ սկսեք խոսել լայնամասշտաբ իրադարձություններից, այդ ժամանակ կմտածենք, որ դուք մի քիչ խորն եք սկսել մտածել։ Քանի դեռ տենց անձնական թեմաների ճղճիմ ձևաչափի մեջ ենք, ոչինչ էլ չի փոխվելու մեր իրականության մեջ եւ երևի թե տենց էլ պետք է։ Վահեն կներկայացնի մանրամասները։ Այսօր պատրաստեցինք եւ ավարտեցինք համեղ առավոտով, որովհետեւ շատ հետաքրքիր տարբերակ ենք ստացել։ Հունական գիրոս, ինչպես հայտնի է բոլորին, բայց ավելի առողջ տարբերակ է, ձաձիկի սոուս է պատրաստվել, որի մեջ հավի կրծքամիս է կիսաշոք է խաշած եւ կարմրացված տարբերակով, թթու վարունգ եւ ձաձիկի սոուս պիտա հացի մեջ փաթաթված։ Այսպես բաժիններով փոքրիկ եւ հետաքրքիր մատուցման տարբերակ ընտրեցի, որը նաեւ թեթև է հատկապես այն մարդկանց համար, ովքեր որ փորձում են սնվել առողջ եւ դիետիկ։ Պարողներն էլ կարելի է։ Եթերից հետո կփորձենք, բայց ուզում եմ ցույց տալ, թե որքան գեղեցիկ է։ Անտիշտ։ Ես այսպես բան չեմ տեսել, մեզ մոտ այսպիսի բան է վաճառում։ Դե սրա մեծն է, մեծն է։ Բայց այս մատուցմամբ չի, ավելի շատ շաուրմային մոտ տարբերակ է։ Դե հա։ Ընտիր հոտ է գալիս։ Դե ես ասում եմ բաղադրությունը գիտեմ ու բնականաբար սրա հետ համաձայն եմ, բայց Վահե, շնորհակալ ենք, որ երևակայությունդ քեզ չի դավաճանում ոչ մի կերպ եւ դու միշտ որովե էսթետ բան ես մտածում ես ամենը մատուցելու։ Շնորհակալ եմ։ Դրա համար էլ էլ ասում են ինչու են տղամարդիկ լավագույն խոհարարները, դե որովհետեւ կարողանում են երկուսը մեկում անել։ Մենակ խոհարարները չէ, ամեն ինչում տղամարդիկ շատ լավն են, այո։
Սելե հեռուստադիտող ես եմ ասում։ Ամենավերջում ուզում եմ իր գովքն անի, տեսնում եք։ Ինչու իրանք շատ են այսօր ոնց որ տղամարդիկ կանանց են սիրում, այդ դրանով են մենք մոդելազոր ենք։ Ես համոզված եմ իմ օրինակով։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտն այսօր այսպեսին էր, օրը ուրբաթ է, առջևում հանգստյան օրեր, ձեզ մաղթում ենք իհարկե լավ օր, մենք երկուշաբթի նորից կասենք բարի առավոտ։ Օրվա լավ շարունակություն բոլորիս, վաղը լավ եղանակը լինելու, տրամադրություններս բարձր, կհանդիպենք երկուշաբթի, հաջողություն։ Ցտեսություն։